Ինչի տղերքը չեն կարող վարակվել մարդու պապիլոմի վիրուսով։ Պարունակում է 16 պատվաստանյութ, որ կանխարգելում է 20 վարակիչ հիվանդություն։ NCDC-ին պայքարում անտիվաքսերյան շարժման դեմ։ Դա հենց է գեղեցիկ մասն է, հակասական ու գեղեցիկ։ Այնքան པարզ են պատվաստումները, այնքան པարզ։ Սենց մի հատ լեգենդ կա, որ MMR պատվաստանյութը առաջացնում է աուտիզմ։ Մարդիկ վստահում են այդ պատվաստանյութին, պատվաստվում են 150-200 տարի առաջ, երբ որ երեխան ծնվում էր, ասեն ինչից մահացավ դիֆտերիայից։ Բուժաշխատողների դերը մեծագույնն է եւ իրանք են ազդեցություն, վերջնական ազդեցություն ունենում երեխան պատվաստի թե ոչ։ Ավելի լավ է ինձ չսիրեն, բայց մի երեխա պատվաստվի։ Դա դիտարկում է նաեւ բռնության տեսակ երեխայի նկատմամբ, այսինքն դու բռնանում ես իր առողջ լինելու հնարավորությանը։ Հա, այստեղ պատվաստման քարոզ է գնում, հա։ Չեք ուզում անջատեք, հա։ Պրիվետ, ողջույն, սիրելի հյուրեր, բարեկամներ, ովքեր նստած են իրանց էկրանների առաջ ու միացրել են ամբողջ աշխարհի, ինչպես նաև այն նոր բացահայտված K18 մոլորակի ամենաուժեղ բժշկական ոդքասթը Medcast-ը ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն է, եւ այսօր խոսելու ենք մի հատ շատ կարևոր Երևի ամենակարևոր թեմաներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստումների դեմ շարժումները անվանում է 10 ամենաուժեղ վտանգներից մեկը, որին բախվում է ներկայիս առողջապահական համակարգը։ Տարիներ շարունակ վակցինաները փրկում են միլիոնավոր թիվը քիչ է, միլիարդավոր մարդկանց կյանքեր։ Սակայն մինչև հիմա կան մարդիկ, ովքեր դեմ են պատվաստումներին, որովհետև պատվաստումների մասին կան բազմաթիվ միֆեր, ինչպես նաև կան բազմաթիվ տարբեր խոսակցություններ ու այսօր մեր հյուրը հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանն է ու Զարուհու հետ մենք խոսելու ենք իմունիզացիայից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մերսի Զարուհի ջան, որ եկաք։ Ճիշտ է, մեր վիդեոն մի քիչ ավելի ուշ է դուրս գալիս, քան Եվրոպայի իմունականխարգելման շաբաթն է, որը ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ն էր։ Ճիշտ է ասում թվերը, հա։ Ու առողջապահության նախարարության հետ համատեղ NCDC-ին կազմակերպել է նաև արշավ։ Մեր վիդեոն կարելի է դիտարկեք այդ արշավի շրջանակներում, որովհետև մենք բժիշկները սպիտակ խալաթով մարդիկ պարտավոր ենք խոսել անընդհատ իմունիզացիայից, որովհետև հիվանդությունները 1000 անգամ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, վերջերս այն խմբեր կան, չէ, հարցեր բժիշկներին, բարև ձեզ, իմ երեխան 1.5 տարեկան է, ուզում եմ տանեմ թե ԿԿԽ-ի ժամանակն է, ուզում եմ տանեմ պատվաստման, բայց դեմ են ու կոմենտում լիքը մարդիկ ասում են, չէ, տարեք, մենք մեր երեխային տարել ենք, այս կոմենտում մի հատ կոմենտ տեսա, մեկը գրել է, ոչ մի բժիշկ իր երեխային չի տանում պատվաստման։ Հա, չգիտեմ քիեն տենց ասում, իմ աղջիկը այտենց բոլոր պատվաստումները ստացել է, ձեր երեխաները ստացել են պատվաստումները։ Միանշանակ, նույնիսկ կարմրուկի բռնկման ժամանակ անցած տարի մենք մաքսիմալ փորձեցինք ժամանակը մոտեցնել, որ տղաս իր երկրորդ տեղաչափը հնարավորինս շուտ ստանա։ Այսինքն ինչ տարիքում էր, մի հատ կսկսենք այդ տարիքային կարմերուկից հենց սկսենք, եկեք խոսենք իմունիզացիայից կարմերուկի։ 1 տարեկան, այնուհետև երկրորդ տեղաչափը 4-ից 6 տարեկանի ընթացքում ԿԿԽ պատվաստանյութ։ Իսկ ձեր երեխան քանի ուսում ստացավ։ 3, բայց ակնկալում ենք, որ կանչելու են 6-ի ժամանակ, բայց մենք նախահարցակ գտնվեցինք, կապվեցինք մեր բժշկի հետ եւ պատվաստեցինք ավելի շուտ։ Ախր պետք է հասկանալ, նայեք դուք օրինակ բռնկման ժամանակ, ես նորին հիմա Իդեպ հայսեմ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված բոլոր երեխաները պարտադիր ստանում են ջրծաղիկի պատվաստումը ու երբ որ հիմա քաղաքում շատ ջրծաղիկ է շրջանառվում, ես գրկած երեխուս տարել եմ, ասել եմ առանց հերթի բան բժշկուն ասում եմ կներեք էլի այսօր ազատ ժամանակ, ու խնդրում եմ ջրծաղիկը թող ստանա, ես տանեմ տուն, որովհետև եթե մարդիկ մտածում են ջրծաղիկը զիլիոն կեն քսեցին անցավ, 1.5 տարեկան երեխան անդադ քորում է, անդադ տանջվում է, բարձր ջերմություն եւ այլն, երեխային պաշտպանելու համար կարելի է իմունիզացիա անել։ Ահա, դե եկեք սկսենք մեր ազգային օրացույցից ու շարժվենք առաջ։ Ինչ հաջորդականությամբ պետք է երեխաները պատվաստումները ստացան, սկսած ծննդատնից մինչև դպրոց գնալը։ Նշեմ, որ մեր ազգային օրացույցը բավականին հարուստ է։ Պարունակում է 16 պատվաստանյութ, որ կանխարգելում է 20 վարակիչ հիվանդություն եւ որոնց շնորհիվ այսքան տարիների ընթացքում այդ վարակիչ հիվանդությունները արդեն կառավարելի են։ Կառավարելի նշանակում է, որ ունենք համաճարակային կայուն իրավիճակ դրանց նկատմամբ։ Բռնկումներ չկան, մարդիկ պաշտպանված են։ Ծնվելուց 1 օր 24 ժամից հետո սկսում
ստացվում են պատվաստումները եւ հաջորդական կարգով մինչեւ նշենք մոտ 14-15 տարեկան է ամփոփելով ՄՊՊ-ի մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը հստակ ժամանակացույցով երեխաները պատվաստվում են։ Սակայն նաև թյուր է այն կարծիքը, որ պատվաստումները մենակ երեխաներին են վերաբերում, դա նաև մեծահասակների համար գործիք է պաշտպանվելու վարակիչ հիվանդություններից, տարբեր ռիսկի խմբերի պատկանող անձանց տարեցներին կամ թեկուզ 10 տարի մեկ կատաղության դեմ պատվաստանյութ եւ այլն։ Առաջի 24 ժամից պատվաստանյութ են ստանում հեպատիտ եւ ԲՑԺ։ Հեպատիտ եւ ԲՑԺ, այսինքն B եւ ԲՑԺ։ Այսինքն իրանք պաշտպանվում են տուբերկուլյոզից ու հեպատիտ B-ից այս պարագայում։ Այսինքն իսկ ինչի համար են հենց այդ ժամանակահատվածում ստանում իրանք։ Դա սահմանված այն կանխարգելելու տեսանկյունից, մորից երեխային հեպատիտ B-ի փոխանցման կանխարգելման տեսանկյունից, այն բոլոր երեխաները, ովքեր ծնվել են առաջի այդ եւ ստանում են պատվաստանյութ առաջի օրվա ընթացքում իրենց կյանքի, ապացուցված է, որ նույնիսկ եթե իրենց մայրը հիվանդացած է հեպատիտ B-ով, այդ փոխանցումը կանխարգելելի կլինի։ Հասկացա։ ԲՑԺ-ն էլ քանի որ իրենք գտնում են հիվանդանոցում իմունիտ չունեն ու սկսում են Այո տուբերկուլյոզի ռիսկը ցածրացնելու համար։ Հիմա այստեղ sense հարց է առաջանում, երկրորդ բանը, որ մարդիկ ասում են, ինչի ենք պատվաստում երեխաներին մինչև 6 ամսեկան, որովհետև մորից փոխանցվել են բոլոր հակամարմինները, մի հատ էս պահնել էլ եկեք իրար հետ միասին էս պահը քննարկենք։ Ահա, մորից փոխանցվել են հակամարմինները, բայց յուրաքանչյուր գնահատված է, որ հստակ տարիքային շեմում պատվաստանյութերն են առավելագույն արդյունավետություն կանխարգելելու տարբեր վարակիչ հիվանդություններ։ Առաջին պատվաստանյութը ստանալուց առաջի դեղաչափը նշված անտիգենի պատվաստանյութը ստանալուց որոշակի ժամանակ հետո պաշտպանվածությունը ամբողջական չէ, հակամարմինների քանակը կարող է նվազել, հետեւաբար պետք է նաև բուստեր դոզա, որպեսզի շարունակաբար այդ հակամարմինները մնան պատշաճ մակարդակի եւ պաշտպանեն։ Հետեւաբար ժամանակ առ ժամանակ կոնկրետ պատվաստանյութեր ունեն կրկնելու բուստեր դոզա ստանալու ցուցում, որի արդյունքում այնուհետև ձևավորվում է ամբողջ կյանքի ընթացքում իմունիտետ։ Օրինակ ես հեպատիտ B-ն որպես աշխատող վիրաբույժ հեպատիտ B-ն ստացել եմ ու այտենց առաջի ստացա մի ամիս հետո եւ 3 ամիս հետո ստացա, որովհետեւ անդադ առնչություն ենք ունենում հեպատիտ B-ով հիվանդների հետ։ Եթե ես ծննդատանը ստանայի այդ պատվաստանյութը, չգիտեմ 93 թվականին դա կար թե չէ, պետք կլիներ կրկնել այդ նորից այս մեծ տարիքում թե չէ։ Ոչ, 99 թվականից ինչ ներդրվել է համապարփակ հեպատիտ B-ի դեմ պատվաստումը, այդ սերունդը ով մեծացել է, այն իրենց մոտ էլ չի գրանցում հեպատիտ B-ի վարակը։ Հետևաբար այո, ամբողջական կյանքի ընթացքում պաշտպանվածություն է ապահովում եւ 99 թվականից հետո պատվաստված սերունդը արդեն չունի այդ խնդիրը։ Հիմա ասես մի հատ տափակ հարց տամ, կարելի է։ Իսկն մենք որ մեռնենք գնանք, մինչև 98 թույլն է ներառյալ 99-ից սկսած երեխեքը պաշտպանված են հեպատիտ B-ից։ 99-ից այո, պաշտպանված են, բացի դրանից կա նաև ռիսկային խմբերի շրջանում, ինչպես նշեցիք, պատվաստման ցուցում, դա բուժ աշխատողներ են, դա օրինակ վարսավիրան մատնահարդարներն են կամ այլ մասնագիտական խմբերն են, ովքեր ավելի հաճախ են ռիսկ ունեն, առնչվում են պացիենտների հետ եւ այդ փոխանցման ռիսկը ունեն։ Հետեւաբար իրենք հորդորում են ստանալ պատվաստանյութ։ Երկրորդ պատվաստանյութը երբ են ստանում արդեն առաջինը ստացան առաջի 24 ժամվա ընթացքում։ Հա, առաջինը այնուհետև 15 օր հետո, 30 օր հետո, 45 օր հետո, այնուհետև երրորդ ինչ են ստանում, կասեք Զարուհի ջան, ավելի մանրամասն։ Մեզ մամաներ են նայում, իրանց ցավ հետաքրքիր, հիմնական հղի մամաներ են նայում ու մեծ հետաքրքրում է իրանց էմոցիոնալ ֆոնին կարողանում են նաև անտիվաքսերները շատ լավ ազդել։ Ընդհանուր, եթե օրացույցին անդրադառնանք, դա մենինգակոկի, ռոտավիրուսն է, դա հեքսավալենտ պատվաստանյութն է, որ նաև ներառում է պոլիոմիելիտի, այսինքն փայտացում, դիֆթերիա, կապութաս եւ այլն, այսինքն այդ բոլոր պատվաստանյութերը ունեն 1, 2, 3 դեղաչափով կրկնվելով մինչեւ 1 տարեկանը մեծամասնությունը ստանում են, այնուհետեւ գալիս է կարմրուկը, ԿԿԽ-ն է գալիս, MMR պատվաստանյութն է եւ արդեն նաեւ ջրծաղիկը եւ վերջում արդեն 14-15 տարեկանների շրջանում աղջիկների շրջանում HPV։ Ինչի աղջիկների շրջանում։ Այս հարցը ինձ միշտ հետաքրքրում է, ես որպես տղամարդու բժիշկ, անդրոլոգ, այդ հարց բանը կանանց համար ամեն ինչ, աղջիկների համար ինչի պարտադիր չի մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութը տղաների համար, որովհետև եթե մենք գտնում ենք, որ աղջիկ երեխաները 18 տարեկանից հետո պետք է ապրեսիարական կյանքով վարակվեն մարդու պապիլոմավիրուսով, ինչի տղերքը չեն կարող վարակվել մարդու պապիլոմավիրուսով, ինչի այդ պատվաստանյութը իրանց չի հասնում։ Նշեմ, ընդհանուր առմամբ պարտադիր պատվաստումների քաղաքականություն ընդհանրապես չկա։
պատվաստի, եթե տղաները ցանկանան պատվաստվել HPV դեմ, մարդու պապիլոմա վիրուսի պատվաստումամբ, իրենք կարող են պատվաստվել։ Սակայն այստեղ акցենտը դրված է այն ու նաև կապել ՄՊՊ պատվաստումը, ՄՊՊ-ի դեմ պատվաստումը սեռականության հետ, դա եւս այն խնդիրներից էր, որը շեղել է ուշադրությունը իր հանրային առողջապահական օգուտից, այդ կապը շատ սխալ է ինքնին, որովհետեւ դա եւ բնականաբար տղաների շրջանու պատվաստումը կօգնի այդ վարակի տարածումը եւ ընդհանրապես կանխարգել տարածումը եւ մի շարք առաջատար երկրեր, հատկապես առանձնանում Ավստրալիան, ով արդեն էլիմինացնում է, հասնում է մոտ էլիմինացիայի արգանդի վզիկի քաղցկեղի, որպես առողջապահական խնդիր, իրենք ունեն այդ տղաների շրջանում քաղաքականությունը պատվաստումների։ Սա այն հարցերից է, որ առողջապահական հարույթը, քաղաքականություն մշակողները պետք է դիտարկեն եւ գնան այդ որոշման, որպեսզի հորդոր լինի նաեւ տղաների շրջանու պատվաստումը։ Սակայն ասել, որ աղջիկների շրջանում դա պարտադիր է, ոչ, սակայն ցուցանիշը, որ մենք ընդունում ենք, դա 14-15 տարեկան լրացած աղջիկների շրջանում է, սակայն նաև մեծ ասակներ կան, այդ կարող են պատվաստվել, այսինքն այդքան հստակ չի, որ այս մարդուն կարելի է, այս մարդուն կարելի չի։ Օրինակ մեր հյուրը Նայիրի բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ղեկավար Արտեմ Ստեփանյան, ջերմ բարևեր Արտեմ Վячеславовичին, շատ հետաքրքիր ստատիստիկա բերեց, որ ՄՊՊ-ի դեմ պատվաստանյութը բերել է նրան, որ սկանդինավյան երկրներում արգանդավիզիկի քաղցկեղ գրեթե չի հանդիպում, ու ասում է, եթե հանդիպում է էմիգրանտների մոտ, ու լինում են դեպքեր, շատ դեպքեր, որ ֆինլանդացի կամ նորվեգացի բժիշկը գալիս է Հայաստան կամ այլ երկրներ, որտեղ կարող է, որ սովորի ոնց վիրահատի արգանդավիզիկի քաղցկեղ, որ կանա բուժօգնություն ցուցաբերի բոլոր այն կանանց, ովքեր կունենան այդ խնդիրը։ Դա կատարել օրինակ է, երբ կա առողջապահական խնդիր, երբ կա օրինակ քաղցկեղ, երբ պարզվում է, որ այդ քաղցկեղի հարուցիչը կամ պատճառը մեծապես վիրուսն է, այնուհետև որոշվում է կայացվում վիրուսի դեմ պայքարել պատվաստման միջոցով, այնուհետև ներդրվում է քաղաքականություն, ռազմավարություն եւ քաղաքականություն իրականացնել այդ պատվաստումը, իրականացում է իրազեկում, մարդիկ վստահում են այդ պատվաստանյութին, պատվաստվում են եւ այնուհետև մենք ինձ թվում է մեր երկրում խնդիր ունենք հենց առողջապահական համակարգի հանդեպ անվստահության, որը գալիս է, չգիտեմ, 90-ականների, 2000-ականների թոհուբոհ ժամանակներից, որովհետև երիտասարդները հիմնականում օրինակ 19-20 տարեկան աղջիկները, երբ որ ինչ-որ խնդիրներ դիմում են բժշկի, իրենք հիմնականում ստացած են լինում այդ պատվաստանյութերը, պաշտպանական, բայց ավելի բարձր տարիքում չի հանդիպում, ավելի բարձր տարիքում մենք հանդիպում ենք թե արգանդավիզիկի քաղցկեղին, տղաների մոտ ծայրային թլիպի արդեն պապիլոմաները վերածվում են քաղցկեղի, բերանի խոռոչի քաղցկեղի, որը HPV-ն է հարուցիչը, ուստեղ ես անդադ ուզում եմ ասել, որ նույնիսկ եթե ձեր զուգընկերը գտել է, որ իր մոտ կա HPV օնկոգեն են, ծանր շտամերը 16, 18 եւ մնացածը, ՄՊՊ-ի պատվաստանյութը բավական արդյունավետ կլինի, որպեսզի զուգընկերը չվարակվի այդ հիվանդությամբ, մինչեւ օրգանիզմի ինքնուրույն էլիմինացիա կանի։ Այստեղ մի փոքր ռեմարկ է։ Բակտերիաների դեմ մենք ունենք պայքարելու միջոց, դա Ֆլեմինգի շնորհիվ ստեղծված հակաբիոտիկներն են։ Վիրուսների դեմ պայքարելու մեթոդը այժմ աշխարհը չի մշակել, որովհետև վիրուսները գտնվում են։ Վիրուսը իրենց ինչ է ներկայացնում, բջիջ ԴՆԹ-ը, ինֆորմացիա, որը տեղակայվում է մեր բջիջներում, բազմանում է, զարգանում է, իսկ իր դեմ պայքարելը դառնում է գրեթե անհնարին։ Դրա համար իրանց դեմ կա մի մեթոդ, երբ որ օրգանիզմը ինքը մտնում մեր սեփական իմունիտետին ծանոթացնենք իրար հետ, որը անում են պատվաստանյութերը, ընդհանրապես ծանոթացնում են ձեզ վիրուսի հետ, ասում են, «Օ, սա ջրծաղիկն է, վերացրեք սրան»։ Սրանից մենք տեսել ենք, որովհետև ինքը ստացել է սպիտակուցը, որը պարունակում էր կոպիտ օրինակ եմ բերում բժշկի ջան։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-յան էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Ես ուզում եմ ստեղ խոսենք անտիվաքսերների շարժումից, ես դասավանդում եմ ԵՊԲՀ-ում ու ԵՊԲՀ-ում իմ լեկցիայի շրջանակներում մեծ մի 15 սլայդ կա անտիվաքսերների շարժման մասին, թե ինչ է լինում, երբ որ իրազեկումը ստանում է հակառակ ուղղությունը։
Ինչպես է NCDC-ին պայքարում անտիվաքսերյան շարժման դեմ, այդ քարոզների, որ պատվաստումներ մի արեք, պատվաստումները վնաս են, պատվաստումները լալյա, պատվաստումները բերում են աուտիզմի, ես դրա մասին առանձին հեսա մի փոքր էլի ռեմարկա կանեմ, խոսենք դրա մասին, ինչ եք անում այդ ուղղությամբ։ Ну, սկսենք նրանից, որ կներեք, այստեղ կոպիտ մեթոդները կաշխատեն, թե չէ։ Օրինակ ես կզրկեի բոլոր այն բժիշկներին, ովքեր պատվաստումների դեմ են խոսում լիցենզիայից մեծ սիրով։ Չէի թող իրանք մոտենան բժիշկ աշխատելու այդ սուրբ գործին։ Ավելի կարելի ավելի կոնստրուկտիվ փորձ էլ գտնվել եւ բերել դաշտ, կրթել, մշտապես կրթել, աշխատել, իրականացնել մի շարք դասընթացներ, որը եւ ՀՎԿ-ի առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր տարի իրականացվում են դասընթացների խումբ, հենց իմունիզացիային ուղղված, հաղորդակցության, օրինակ այս տարի մայիսի վերջունից օգոստոս, այդ հունիս-օգոստոս ժամանակահատվածում իրականացվելու են լայնածավալ դասընթացներ առաջնային օղակի բուժաշխատողների համար, հենց նպատակն է վերհիշել ընդհանուր սկզբունքները, basic ասպեկտները իմունիզացիայի եւ այնուհետեւ միջ անձնային հաղորդակցության հմտություններին ուղղված դասընթացների շարք իրականացնել, որպեսզի իրենք կարողանան ճիշտ այդ basic ինֆորմացիան փոխանցեն ծնողին, անհանգիստ ծնողին, այսինքն մենք ունենք ծնող, ով վստահ է, ունենք ծնող, որ երկմտում է, ունենք ծնող, որ կասկածում է, այնուհետև հրաժարվում է։ Այս սպեկտրում պետք է աշխատենք, հասկանանք, որ անձի հետ, ինչպես ինչ հաղորդակցություն կամ ինչ անհանգստություն դրես անենք, աշխատենք այդ անհանգստության հետ, որպեսզի մարդիկ վստահ լինեն։ Մի հատ տարական հավաբանություն է, էլի ես արդեն ջղայնանում եմ, պրոստը առաջ երեխեքին մինչև մի քանի տարեկան անուն չէին տալիս, որովհետև կարմերուկը, ջրծաղիկը, չգիտեմ, որևէ մեկ դիֆտերիան գալիս կպնում էր ու երեխան մահանում էր։ Հիմա մանկական մահացություն գրեթե գոյություն չունի, որովհետև մանկական մահացությունը մի հատ լուրերում հայտնվում է, ամբողջ Հայաստանով մեկ տարածվում է, երեխա է մահաց, այսինքն մենք հասցրենք նրան, առաջ այդ ինչ որ նորմալ երևույթ է եղել։ Դա հենց գեղեցիկ մասն է, հակասական ու գեղեցիկ, այնքան པարզ են պատվաստումները, այնքան པարզ, 300 տարի շատ པարզ իրանք կան ու օգնում ու փրկում են, բայց իրենց այդ երկարատև օգուտի շնորհիվ ինչ որ պահից մենք բնակչությունը չի տեսնում այդ հիվանդությունները, չի տեսնում այդ տանջանքը, որ կարող է այդ ծանր հիվանդությունները առաջացնել, հետեւաբար մտածում են, որ չկան, կարելի է չպաշտպանել։ Մանկական մահացության թվերը, որ վերցնես նայես, ասենք ոնց էր ինքը 150-200 տարի առաջ, երբ որ երեխան ծնվում էր, ասեն ինչից մահացավ դիֆտերիայից։ 50 օրականում, մի տարեկանում կամ 5 տարեկանում ու հիմա որ երեխաները իմունիզացված են, պաշտպանված են, հետաքրքիր մի հատ բան։ Ասես մի հատ լեգենդ կա, որ MMR պատվաստանյութը առաջացնում է աուտիզմ։ Եվ դա շատ է կառուցվել։ Լեգենդ 98 թվականին հոդված տպագրվեց, որտեղ այնուհետև հետ կանչվեց, բայց հետքը մնաց։ Հետ չկանչվեց, այդ հոդվածը ոնց է հասել անցետում տպվետի մեծ հարց է։ Հոդվածի նկարագրման ընդամենը 12 երեխա է մասնակցել։ Այսինքն վիբրկա վերսը, որից 3 ծնող հետո բանը New York Times-ներ թե The Sun-ներ, որ գնացել էին ռասլեդվանիային իրականացրել, հետախուզում էին արել լրագրողական, բարձել են, որ երեխեքի 3-4 հոգին է 12 երեխուց արդեն ունեցել են բան, աուտիկ սպեկտրի խանգարումներ, խոսքի հապաղում, բանի հապաղում։ Ու ամենակարևորը Andrew Wakefield-ը, որ այդ հոդվածը տպագրում է, իր սեփական պատվաստանյութն է ուզում գրանցի։ Հա, իր սեփականն է ուզում գրանցի, ինքը ուզում է, չգիտեմ, MMR-ով արտադրում, որ ընկերությունն է։ MMR-ը դա ընդհանուր անունն է, կան տարբեր բրենդային անուններ։ Մենք խոսում ենք անտիգենների մասին։ Ինքը ուզում է իր սեփական MMR-ը առաջտո ինչ որ բրենդի դեմ կոնկրետ պայքար է տանում, որովհետև չեն լիցենզավորում իր բանը։ Պատվաստ հետո ես գիտեմ, որ 953,000 սկանդինավյան երկրներում են արել մոտավորապես հետազոտություն երեխեքի իմունիզացիայից առաջ հետո ոչ մեկի մոտ էլ աուտիզմ չկա։ Այսինքն ինքը կա այն, ինչ որ չիմունիզացված շրջանակներում։ Այ որ խոսքի հապաղումը գիտի է լինում, երբ որ պատվաստած երեխուն ընդհանրապես կապ չունի, բայց երբ որ դուք իրան հաց եք կերցնում ու միացնում եք մաշայի միդվեձ նայելու, երեխան չի խոսա։ Դա հոգեբանական աշխատանք է պետք տանել այդ երեխու հետ։ Միանշանակ։ Միացնում են մուլտիկները, միացնում են անկապ խաղալիքները, երեխուն լցնում են կոնֆետներով իր դեմ, չգիտեմ, հանում են դուրսը ցեխերի բաների մեջ խաղալու 100 վիրուս վարակվելու, չնայած դա հենց մի կողմից դրական է, բայց բերում ենք մի հետո պատվաստումներն են մեղավոր։ Իրականում էլի սա շատ բարդ հարց է, կոմպլեքս խնդիր է պատասխանների դիմակայունությունը hesitancy-ին։ Նախ նա այդ այնքան հին է այդ hesitancy-ին, որքան հենց այդ պատվաստանյութը։ Հենց սկզբից էլ մարդիկ վախենում էին, որ կդառնան կով, եթե պատվաստեն։ 1698-ին Ջեները գրանցում է պատվաստանյութն առաջի 1702-ին կաթոլիկ եկեղեցիներից մեկի թերթերում արդեն տպագրվում է, որ պատվաստումից խոզ են դառնում մարդիկ, ուստի հետաքրքիրն է, որովհետև այդ ժամանակ առողջապահական իրավունքը կաթոլիկ եկեղեցու ձեռքում էր։ Կաթոլիկ եկեղեցին չէր ուզում, որ կոյնի բուծ գիտնական
Ընտրել, ապրել, չապրել։ Հա, ընտրել, չապրել, ոչ, մարդիկ պետք է այդ բանը, ես ինքս հավատացյալ մարդ եմ, բայց կաթոլիկ եկեղեցու ժամանակ կայացրած որոշումները միլիոնավոր մարդկանց կյանքի են արժանացել, նույն Ժանտախտի ժամանակ բոլորին հավաքել եկեղեցում ու աղոթել տալ է, հա, որ տարածվի վարակը։ Այո։ Բացի դրանից, եթե խոսում ենք hesitancy մասին, շատ կարևոր է նշել մի փաստ։ Օրինակ, եթե վերադառնանք ցուցանիշներին ընդգրկվածության 1 տարեկանների շրջանում առաջի տարեկանի ավարտին ամբողջ այդ փաթեթը, որ պետք է ստանան պատվաստումների, այս պահին մոտ 93% է։ Դա նշանակում է, որ մեծապես այդ կոհորտը, ով ծնվել է օրինակ 24 թվականին կամ 23 թվականին, ինքը պատվաստվել է։ 93%-ը պատվաստվել է իր բոլոր սահմանված պատվաստանյութերով։ Հետևաբար, ասել, որ մարդիկ հիմնական չեն վստահում կամ չեն ընդունում պատվաստումներ, դա թյուր է եւ դա օգնում է անտիվաքսերների նարատիվին։ Իսկ ինչքան է պատվաստումների թիվը Հայաստանում, քանի տոկոսն է պատվաստված։ Տարիքային շեմեր ունենք 1 տարեկան, 2 տարեկան, 7 տարեկան։ 1 տարեկանների 93%-ը, 2 տարեկանների 92%-ը մոտապես այդ տիպի բարձր է։ Հայաստանում ավանդաբար բարձր է եղել պատվաստումներում ընդգրկվածությունը։ Այստեղ խնդիրը նրանում է, որ անտիվաքսերների կոչերը գիտակցված, չգիտակցված, իրենք քիչ են, իրենք որպես համայնք ավելի քիչ են, բայց իրենց ազդեցությունը շատ ավելի մեծ է եւ իրենց քանակը թվում է, որ իրենց հետքը եւ ազդեցությունը ավելի մեծ է լինում եւ շատ վտանգավոր է լինում։ Իրենց դեմ պայքարել ասել, եթե վերադառնանք թե ինչպես ենք պայքարում հակապատվաստումային շարժումների հետ, ասել, որ իրենց թիրախավորենք, իրենց հետ աշխատենք կամ իրենց նարատիվները փորձենք դիբանկ անել, կոտրել, դա մի քիչ սխալ է, որովհետեւ միևնույն անտիվաքսերները չեն ցանկացած լավագույն փաստը բերես կամ գիտական ապացույցը չեն ընդունելու, որտեղ իրանք միտված չեն ընդունելու։ Հետևաբար իրենց հետ անմիջապես այդ թեմաներով խոսելը դա ստացվում է իրենց նարատիվներին լույս տալ եթեր եւ հնարավորություն տալ տարածվել, որը իր հերթին ավելի վատ ազդեցություն կարող է ունենալ։ Ավելի արդյունավետ է եւ միջազգայինորեն ավելի ընդունելի առողջապահական համակարգի լուսավորչական աշխատանք։ Դե մենք ամեն ինչ աշխատում ենք, օրինակ ես իմ բլոգը օգտագործելուց կողքից շատ եմ լսում, ասում են, դե մի խոսամարտի կոմենտներում ճիշտ չեն հասկանում, բան, ասում եմ ավելի լավ է ինձ չսիրեն, բայց մի երեխա պատվաստվի, մի երեխայի մամա ասի, չէ, տեսես, Պոնչո բժիշկն ասում որ պետքա պատվաստվել, որովհետև այդ երեխու կյանքը ես փաստացի փրկում եմ այդ մի հատ վիդեոյով, այդ մի հատ հանրայնացումով, ես տենց եմ մտածում։ Ու յուրաքանչյուր բժիշկ, ով որ գեր մի, ես բժիշկներին չեմ ուսանողների լեկցիան կարդում, ասում եմ, եթե դու դաժե խաշի սեղանի շուրջ, կողքից մեկից լսում ես, որ պատվաստումները էս են անում, դու պետք է դրան հակազդես, դու պետք է խոսաս, ասես չէ, պատվաստումներից մարդիկ փրկվում են, ու ձեր ամբուլատորիայի բուժքույրն Անուշը, որ իր թորանը չի պատվաստել, Նաև վերադառնանք բուժաշխատողների դերին։ Հարցումներ ցույց են տալիս, որ հարցումները բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ առողջապահական համակարգի ներկայացուցիչները, բուժաշխատողները առաջին authority-ին հեղինակություն ունեն մարդկանց համար, ծնողների համար պատվաստվել, թե չպատվաստել հարցում որոշում կայացնելու համար։ Այսինքն առաջնային օղակի բուժաշխատողների դերը մեծագույնն է եւ իրանք են ազդեցություն, վերջնական ազդեցություն ունենում երեխան պատվաստի թե ոչ։ Այստեղ շատ կարևոր է այդ առաջնային օղակ ու երբ որ կոവിഡ്ի ժամանակ շատ արտահայտիչ էր, երբ որ ես լսում եի ինչ որ կողքից ասում բժիշկն ասել է թե մի պատ ինչ կիմանաքի ինչ ապան, աբսուրդի ժանրի էր հասնում, մեկ-մեկ իմ մոտ էդի շատ ես ոչ մի բանից չեմ ջղացակվում, չեմ զայրանում, բացի էսի, որովհետև ոնց ասեմ, Պրոմեթևսը ոնց որ մարդկանց լույս բերեց, Ջեները մեզ բերեց փրկության ճանապարհ։ Դրա համար հիմա երկրագնդի վրա 8 միլիարդ մարդ է ապրում։ Ասեմ փաստացի մարդիկ առաջ ավելի շատ էին սեքսով զբաղվում, պրոստը երկար չէին ապրում։ Հիմա ի շնորհիվ պատվաստանյութերի, երբ որ ինձ ասում են top 5 ամենակարևոր մարդիկ աշխարհում, այդտեղ անպայման երկու մարդ կա, որ ծնվելու բան են արել, դա մեկը Ֆլեմինգն է, մյուսը Ջեներն է։ Չգիտեմ, մի հատ էլ Վինստոն Չերչիլին եմ ես շատ սիրում, իրան եմ ներառում։ Այդ մարդիկ տվեցին Պրոմեթևսի լույսն է, գիտության լույսն է, տվեց փրկության ճանապարհը ու հիմա դեմ խոսալ դրան, դեմ գնալ դրան, չպատվաստվել սեփական երեխային, հա, այստեղ պատվաստման քարոզ է գնում, հա։ Չեք ուզում հնչատեք, հա, բայց չպատվաստել երեխային նշանակում է սեփական երեխայի առողջությունը լուրջ վտանգի տակ ներկայացնել, այստեղ արդեն երեխայի իրավունքների ոտնահարում է գնում։ Այո, միջազգային այս վերջից որ ուսումնասիրում է, միջազգային հանրույթում դա դիտարկվում է նաև բռնության տեսակ երեխայի նկատմամբ, այսինքն դու բռնանում ես իր առողջ լինելու հնարավորությանը, հետևաբար պետք է տեղեկացված լինել,
խոսելով այդ կապերի մասին, բուժաշխատողները պետք է իրազեկված լինեն, տեղեկացված լինեն, միշտ ունենան թարմ տեղեկատվություն, իրենք պետք է իրենց ծնողներին, երեխաների ծնողներին համաչափ ճիշտ տեղեկատվություն փոխանցեն, ծնողները վստահեն առողջապահական համակարգին, վստահեն ընդհանուր առմամբ այն հորդորներին, որոնք ուղղված են բնակչության հանրային բարեկեցության բարելավմանը, եւ այստեղ հանրային բառը կրիտիկական է, մենք ոչ թե պաշտպանում ենք անձերին, մենք պաշտպանում ենք հանրությանը եւ փորձում ենք ձգտել կոլեկտիվ հարց առաջում երկու հատ հարց կա իմ երեխային պատվաստեցին ընկավ ալերգիկ ռեակցիայի մեջ պատվաստել մեր բուժ ամբուլատորիաները կամ պոլիկլինիկաները որտեղ պատվաստումը ստանում են երեխային արագ ալերգիայից հանելու ու հետագան հասկանալու համար ոչ մի մարդիկ պաշտպանված չեն ոչ մի տեսակ ալերգիայից ալերգիաների միլիարդավոր տեսակներ կան ամեն նյութից հնարավոր ալերգիա հնարավոր է ինչ որ երեխա 100,000-ից մեկը ունի դեղից ալերգիա պատրաստը բուժաշխատողները պատրաստեն իրancs հետ լուսավորչական աշխատանք տանում ոնց պետք է առաջ օգնություն ցույց տալ ու հանել այդ իրավիճակից բալիկին միանշանակ յուրաքանչյուր պատվաստումային կետում իսկ Հայաստանի Հանրապետություն կա մոտ 380 եթե չեմ սխալվում թիվը պատվաստումային կետ ամբուլատորիաներում եւ պոլիկլինիկաներում արկա է առաջին օգնության այդ բոլոր անհրաժեշտ նյութեր որպեսզի այդ իրավիճակների դեպքում իրականացնեն բուժօգնություն այնուհետև իրականացվում է կողմնակի պատվաստումներով առաջացող ենթադրաբար կողմնակի երևույթների surveillance համաճարակաբանական դիտարկում եւ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մի մաս է կազմում համաշխարհային այդ դիտարկման եւ հաղորդում ենք այդ բոլոր անբարեհաջող երգերը եւ ուսումնասիրում փորձում գտնել իսկապես իրենք հետևանք էին պատվաստման թե ոչ եւ այլն այսինքն փորձում են գիտությանը Դե հա, միանշանակ այդ լուբոյ դեղորայքից մենք կարող ունենք կողմնակի էֆեկտ, ալերգիա, ջերմությամբ, ես հիշում եմ իմ բալիկին որ տանում էի պատվաստել, մեզ թուղթ էին տալիս որ ջերմության պարագայում էս դեղորայքը տալ, էս չտրորել, չմշակել եւ չգիտեմ այդ ամեն ինչը սենց անել, որպեսզի կողմնակի էֆեկտները մինիմալիզացվեն, բայց այն էֆեկտները որ ստանում են հիվանդություններից, մարդիկ այդ պետք է հասկանան։ Երկրորդ հարցը մարդիկ ասում են, ինչի պետք է պետությունը մեզի ջրի բերի ամենակարևոր հարցը որ տալիս են Հայաստան խի լավ դեղ է մտնում որ լավ պատվաստանյութ կա մի հատ էս հարցին պետքա պատասխանել որ ինչն է ու ամենակարևորը խի պետքա այդ անվճար լինի խի պետությունը դրա համար անվճար անում խնդրեմ ես հետո կավելացնեմ վերադառնալով հանրային բարեկեցությանը դա հանրային առողջապահությունը եւ կային համաճարակային իրավիճակը երկրի պետության կառավարության առաջին Պարզ օրինակ, եթե կոവിഡ്ի պատվաստանյութ լներ, տնտեսությունը չէր փակվի, մարդիկ տունը չէին նստի, պետությունը միլիարդավոր դոլարներ, մենակ Հայաստանի մասին չի խոսքը, չէր ծախսի, եթե կոവിഡ്ի պատվաստանյութը լիներ։ Հիմա նույնը կարա լինի դիֆտերիայի բռնկում։ Սա Հայաստանը փակվի տնտեսությունը, այսինքն պետության ձեռնտալու մարդիկ ստանան դիֆտերիայի պատվաստանյութը, որ տնտեսությունը աշխատի, պետությունը չկազմաքանդվի եւ այլն եւ այլն եւ այլն։ Որակի մասին խոսել է։ Այսի շատ խնդալու է, որակի մասին խոսել է, հա։ Այո, դե պատասխանների ձեռքբերումը պետական գնումների մեխանիզմով է իրականացվում եւ այդ գնումների պահանջներից մեկը ԱՀԿ նախավորակավորված կամ միջազգային regulatory կարգավորող մարմինների գրանցված պատվաստումների ձեռքբերման պահանջը նշված է այդ բոլոր տեղ բնութագրերում մեր գնումների հետեւաբար մենք լավագույն պատվաստանյութերը որոնք համապատասխանում են առողջապահության համաշխարհային կազմակերպության նախավորակավորում բառը թող չշեղի դա բարձրագույն պահանջ է եւ ինչ ապահովում է եւ վստահեցնում է որ պատվաստանյութերը արդյունավետ են եւ անվտանգ այսինքն մեր երկիր լավ պատվաստանյութեր լավագույն այո լավագույն պատվաստանյութերը հա ու երբ որ ես էլ բարբերաբար հետևում եմ նայում եմ բան հասկանում ֆիրմաների մեջ լավագույնն է այսինքն եթե կա Mercedes, Toyota, Nissan, Mercedes-ն է մեր երկրում այո Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտ-անոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։
Ստեղ միացած ուրիշ հարց կա։ Դուք գիտեք, թե այդ պատվաստված նյութի մեջ բացի դրանից ծանր մետաղներ կան, որ թունավորում են օրգանիզմը։ Ծանր մետաղների մասին։ Նույնիսկ եթե թվացial ինչ որ նյութեր կան, իրենց նյութերը, այսինքն յուրաքանչյուր պատվաստանին տանցնում է տարիների, տասնյակ տարիների կլինիկական փորձարկումների փուլ, որի ընթացքում իր յուրաքանչյուր անվտանգության անհանգստացնող այդ անհանգստությունները ուսումնասիրվում են եւ հերկվում։ Այդ խիստ եւ ծանր հետազոտություններից հետո, կլինիկական հետազոտություններից հետո եւ պատվաստանյութը ապացուցում է, որ ինքը անվտանգ եւ արդյունավետ, նոր նա թողարկվում է եւ դուրս է գալիս շուկա։ Հայաստան գալիս են այդ փուլը անցած պատվաստանյութերը։ Ստեղ մի հատ հարց է առաջանում, որ հիմա շատ է առնչվում FDA-ի հարցը, որտեղ FDA-ի տնօրեն դարել է մի հատ անձնավորություն, որը երկար ժամանակ եղել է անտիվաքսեր ու շատ տհաճ է, երբ որ հիմա օրինակ մոտակա 4 տարեկանի Թրամփ իշխանությանը FDA-ի ոչ մի բանի կարելի է չվստահել հանգիստ։ Չնայած դժվար կարա համակարգ է, դա մի մարդի Քենեդին փոխի այդ ամբողջը, բայց պետք չէ ասել Ամերիկա սենց է, որտեղ Ամերիկայում պրոստի հիմա տոտալիտարիզմի ինչ որ նշույլ է դիտվում, որ ու ղեկավարում մի մարդ, որը արժան չէր այդ կառույցը ղեկավարելու, էլի։ Ну եթե խոսենք առողջապահության մասին եւ պատվաստանյութերի մասին, Տեխասում կարծես կարմրուկի բռնկում է, դեպքերը շատանում եւ շատանում են եւ հակապատվաստումային այդ կենտրոնացումը այդ մտքերի գաղափարների հանգեցնում է բռնկումների առաջացմանը։ Տեխասն էլ ամենակոնսերվատիվ նահանգներից մեկն է։ Հա, ու շուտով երևի իրենք կհասկանան, որ սխալ են ու կշարունակեն լուսավորչական աշխատանքները, որովհետեւ հիմնականում այդ մարդիկ ինչի համար են այդ քայլերին գնում, որտեղ պոպուլիստական քայլեր են, իրենց մարդկանց ասելու, որ դուք մեղավոր չեք, որ ամեն ինչ վատ է, մեղավոր է էս ամեն ինչը։ Այստեղ քաղաքականություն էլ կա որոշ։ Նու ստեղ նաև եթե խոսում ենք սխալ ինֆորմացիայի մասին, պետք է ֆիքսել երկու տեսակ կատեգորիա սխալ ինֆորմացիայի, դա հակատեղեկատվությունն է եւ ապատեղեկատվությունն է։ Հակատեղեկատվությունը դա միտումնավոր դիտավորյալ սխալ տեղեկատվության փոխանցումն է տարբեր շահերից ելնելով, քաղաքական կլինի կամ այլ ուրիշ։ Ապատեղեկատվությունը դա արդեն չիմացիալ փոխանցումն է, որպես դրական միտում մարդկանց իրազեկել, սակայն մարդի չիմանալով փոխանցում են սխալ մտքեր։ Այսինքն, եթե տարանջատենք միտումնավոր լինելը կամ չլինելը, այդ տարբեր խմբերի հետ տարբեր նարատիվների հետ կարելի է տարբեր ձև պայքարել։ Բայց բնականաբար իրազեկումը Աստորեն, բայց մեր երկրում այդքան է վատ չի հակահամաճարակային վիճակը, իսկ եթե 93% պատվաստվող ունենք, այսինքն մեր երկրում 7% է 7%-ը պատվաստված չեն, հաշվի առնելով, որ իրենց որոշները հակացություններ ունեն օրինակ երեխաների ինչ-որ քրոնիկ հիվանդություններ կամ անոմալիաներ զարգացման, դեռ շատ փոքր տոկոս է մնում անտիվաքսերների։ Այո, իրականում հենց դրա մասին էդ է ուզում շեշտել, որ իրանք քիչ են, բայց իրանք հետքը նարատիվը, որ շատ են հակապատվաստումային շարժումներ, շատ են պետք է պայքարել, դա սխալ է։ Մեծապես մարդիկ ընդունում են, մեծապես մարդիկ վստահում են։ Քիչ են, բայց բարձր են խոսում։ Այո, բարձր է լսվում, հերո է խոսալու սրանց հետո Զարուհի ջան, ես մեծ սիրով NCDC-ին միշտ տրամադրելու եմ այս թեմայով, այս տաղավարը, երբ ուզում եք, եկեք այս քարոզն իրականացրեք, որովհետև երկու բան կա քաղցկեղների սկրինինգն ու պատվաստանյութերը, որ հասանելի են, չափից դուրս լավ հասանելի են Հայաստանում։ Զարուհի ջան, դուք ոչ միայն ղեկավարում եք իմունիզացիան, հա, NCDC-ում, այլ նաև ոչ վարակային հիվանդություններ ունեք քաղցկեղները։ Սկրինինգային ծրագրերը, իմ կարծիքով որպես բժիշկ պետք է ավելի ագրեսիվ լինեն։ Մենք Ռուսաստանում, երբ որ արձինատուրայի անցնում, գրանտ շահեցինք մոտարապես 50,000 մարդու PSA-ի ստուգման ու չափից դուրս շատ շագանակագեղձի քաղցկեղ դուրս բերեցինք ու մեծ մասը բուժում ստացավ, շատ վաղ ստադիաներում, երբ որ իրենց կյանքի որակի ու առողջության հետ խնդիրներ չեղան։ Պատրաստվում են այսօր Հայաստանում քաղցկեղի տես լայնածավալ սկրինինգներ սկսեն իրականացնել։ Լայնածավալը հարաբերական է։ Քաղցկեղի սկրինինգները իրականացվում էին, օրինակ PAP տեստի միջոցով, այնուհետև վերջին գիտական փաստեր հաշվի առնելով այդ մոդեռնիզացվում է, այժմ իրականացում է պիլոտային ծրագիր, երբ PAP տեստը փոխարինվելու է հենց HPV տեստով, ավելի այն սպეციფიկ է, ավելի արդյունավետ է եւ բնականաբար երկրորդային կանխարգելումը աշխատելու է եւ ընդլայնվելու է, որպեսզի այդ հիվանդությունները, որոնք առաջնային կանխարգելման հնարավոր չի եղել կանխարգելվի երկրորդային կանխարգելումը։ Առաջնային կանխարգելումը դա իմունիզացիան է, երկրորդայինը սկրինինգներն են։ Շնորհակալություն Զարուհի ջան, շատ հետաքրքիր զրույց ստացվեց, որովհետեւ մեր համար կարևոր է, մենք հարթակ ենք միշտ տրամադրելու ենք, երբ ուզենաք այս թեմայով զրույցներ, որովհետեւ
երեխաների մեծերի կյանք ավելի հեշտացնելու, այս մեր սիրուն երկրագնդի վրա ապրելու առանց այնել չգիտեմ դժբախտ պատահարներ, պատերազմներ եւ մնացած բաներ շատ են, գոնե այն վարակիչ հիվանդություններից, որոնց դեմ գտնվել է բուժումը, դա տեսնենք։ Ու հիշեք, որ Հայաստանում 98 թվից հետո մարդիկ ակտիվ պատվաստվում են ու մի հատ ձեր կողքերը նայեք, տեսեք քանի հոգու մոտ են խնդիրներ առաջանում, եթե այդ մարդը ուրիշ ռիսկի գործոններ չունի, օրինակ, չգիտեմ, այնտեղ հազում է, ասեմ պատվաստանյութ է, բայց օրը երկու պտուկ ծխում է, այլ այդ շարքից կարա լինի։ Խեղաթյուրում, այո։ Իսկ դեր երեխեքին հեռու բայեք մուլտիկներից, այդտեն շատ քաղցրի պերեդոզիրովկաներից, որ սիրում են անել, այս մի հատ էս կինդերեգեր, հետո սնիկերսը, հետո հələ էս բանանի սոկով զապի վատարը, ու էս չիփսերը բաները, վայ երեխու փորիկը ցավում է պատվաստանյութերից, հա, չէ։ Այդ տենց չի, պատվաստանյութերը հական ալերգիկ ռեակցիաներ առաջացնեն, կողմնակի էֆեկտներ, բայց դրանք քննարկված են, դրանք ձեր բժիշկները կտեսնեն։ Դրանք կառավարելի են, դրանք հիմնականում շատ թեթև են անցնում, թեթև տեղային ռեակցիաներ, որոնք առանց ոչ որոնք ավելի թեթև են, օրինակ ես աղջկաս ջրծաղիկի պատվաստման ամենակարևոր բաներից մեկը գիտեք որն է, որ աղջիկ երեխա է, վաղամյուսօր այդ այդ ջրծաղիկից հետո սպիերը որ մնում է, օրինակ աղջիկներ կամ աշկաբանի մոտ, չգիտեմ, այնտեղ բան ուզում են մաքրեն, դեմքի նորից տանեն, որ օրինակ աղջիկս 20 տարեկան մոտ խնդրին չբախվին, դել չասի պապա, բա որ պատվաստանյութը կարխի թողացիր, ես վարակվեմ։ Նու եթե անձնական դաշտ գնանք, իմ աղջիկը 7 ամսականում է վարակվել ջրծաղիկով եւ այլանդակ վատ տարել ու ես վատ էի ինձ զգում թե այս դարում երբ կա պատվաստանյութ, ինչի չեն պատվաստում, բարեբախտաբար մենք այժմ ունենք այդ պատվաստանյութը եւ 7 ամսեկում երեխան պատկերացնում է, ես 20 քանիսում եմ վարակվում, մեր ժամանակ չի եղել էդի։ Գիտեմ մի անտանելի քոր է, տենց այդ ու տահաճ ջերմությունը դու 3 շաբաթ փակված ես մի սենյակում, երեխու համար, եթե դու գիտակցված մարդ ես, մի բան կարաս անես, երեխան ոչ մի բան չի կարող անի այդ ամեն ինչի հետ։ Շնորհակալություն Զարայի ջան, մեր հյուրը NCDC հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի տնօրեն տեղակալ Զարուհի Գրիգորյանն էր։ Կոմենտներում խնդրում եմ հարգեք միմյանց։ Առողջ եղեք։